Բարև ձեզ։ Մենք գտնվում ենք Բադալյան ուռուցքաբանության կլինիկայի գրասենյակում։ Այսօր մեր հյուրն է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, փորձառու ուռուցքաբան Գրիգոր Բադալյանը։ Բարև ձեզ, պարոն Բադալյան։ Մենք տեղեկացանք, որ դուք վերջերս մասնակցեցիք Գերմանիայի Բեռլին քաղաքում կայացած ESMO Brest կոնֆերանսին, որը ուղղված էր կրծքագեղձի քաղցկեղին։ Ինչ նորություններով եք վերադարձել։ Բարև ձեզ։ Այո, Բեռլինում կայացավ հերթական ESMO Brest կոնֆերանսը, որը տարեկան է լինում մեկ անգամ եւ հավաքվում են աշխարհի ամենահայտնի եւ փորձառու մամմոլոգները եւ ոչ միայն տասնյակ հազարավոր մասնակիցներով։ Ինչ նորություններ կային այս անգամ։ Պատկերացրեք, բավականին հետաքրքիր աշխատանքներ էին ներկայացված։ Ես 3 խմբի դա կբաժանեմ։ Առաջինը, ամենակարևորը նա է, որ հիմնականում մոտեցումը պետք է լինի ավելի անհատական ամեն մի կնոջ հիվանդ կրծքագեղձի քաղցկեղով։ Ինչ է դա նշանակում։ Դա իհարկե նորություն չէ ընդհանրապես, բայց այստեղ կոնկրետացվում է։ Օրինակ, այն երիտասարդ կանանց մոտ, ով ունի բարենպաստ կրծքագեղձի քաղցկեղ, այսինքն փոքր չափսերի, հորմոն դրական, Q67-ը ցածր եւ այլ, իրենց մոտ պարտադիր չէ ծվարանների ֆունկցիան վերացնել, ինչպես դա միշտ արվում է, այսինքն ստերիլիզացիա մենք արդեն կարող ենք չանել։ Երկրորդ խումբը տարեց կանանց մասին է, այստեղ էլ նորությունը նա է, որ այն դեպքերում, երբ կատարվում է մասնահատում, ոչ ռադիկալ ռեզեկցիա կրծքագեղձի, սովորաբար պարտադիր է լինում ճառագայթել այդ զոնան, բայց նոր աշխատանքները ցույց տվեցին, որ կարելի է դա չանել, դա չի փոխում իրենց հետագա ապրելության տևողությունը։ Խոսեցիք Q67-ի մասին, մեր հարց ծագեց, ինչու միայն այդ որոշում չեն այդ ցուցանիշով չեն բուժում, որոշում հերթական բուժումը։ Այո, Q67-ը դա կարևոր գործոն է, այն անձինք, որոնք այս խնդրից շփվում են, գիտեն, դա ցուցանիշ է, որը ցույց է տալի, կարելի է ասել չարակ ուռուցքի չարակության աստիճանը, բջիջների տրոհման արագությունը, եւ հիմնականում մենք դա դնում ենք այսպես մեջտեղ որոշելու համար, սա լումինալ տարբերակ A-ը, B-ը քիմիոթերապիա ցուցված է թե ոչ։ Հիմա աշխատանքները ցույց տվեցին, որ Q67-ը չպետք է լինի միայն այն գործոնը, որը որոշվի։ Նա լրացուցիչ է, այո, շատ կարևոր է, բայց եթե մյուս ցուցանիշները օրինակ բարենպաստ են, քիմիոթերապիա կարելի է չանել։ Ինչ է Oncotype TX թեստը եւ որ հիվանդություններին կարող է այն օգնել։ Այո, այդ հարցները շատ արդիական եւ մտնում է իմ առաջի ասացի մեջ, այսինքն անհատականացումը Oncotype DX-ը եւ նման մի քանի լաբորատոր թեստերը այդտեղ նորերը ներկայացվեցին, որոնք ավելի մատչելի են, ինչ են տալիս, որ մեկ անալիզով, մեկ հետազոտությամբ արյան կամ ուռուցքի հայտնաբերում են ամբողջ մուտացիաները արյան մեջ DNK-ի բոլոր ցուցանիշները կապված չարորակ process-ի հետ, այսինքն հստակեցնում է ինչ ուռուցք է։ Օգտագործվում է ոչ միայն կրծքագեղձի ժամանակ, բնական է, գրեթե բոլոր ուռուցքների ժամանակ կարելի է դա կիրառել եւ մի անալիզով որոշում է որ ուռուցքն է, ինչ մուտացիաներ ունի, ինչ հորմոնալ ակտիվություն եւ այլ, եւ նույն ժամանակ ընտրել դեղամիջոցը, որը կլինի ամենաարդյունավետը այս դեպքի համար։ Այսա անհատականացման եւս մեկ ուղղությունն է։ Իսկ ինչ նոր դեղորայքների մասին այնտեղ խոսեցին, որ կարող է այստեղ կիրառեն եւ ավելի մեղմացնեն, ավելի օգնեն բուժումը հեշտ ընթանա։ Այո, դա իհարկե կարևորներից մեկն է, հասմիկ դեղորայքը կիրառվում է շատ լայն, գիտեք, տարբեր խմբերի քիմիոթերապիա, թիրախային իմունոթերապիա, միշտ կան նորություններ, սովորաբար նորություններ լինում են նույն դեղերի ավելի նոր անալոգներ, ավելի արդյունավետ, քիչ տոքսիկ։ Բայց հիմա հետաքրքիր է նա է, որ կա նոր խումբ, որը կոչվում է ADC, դեղամիջոցներ, իրենք դա քիմիոպրեպարատների եւ թիրախային գործոնի ոնց որ միացումն է լինում
եւ երրորդ մոլեկուլներ կա, որ հասցնում է այդ խումբը այդ դեղամիջոցի չարակ ուռուցքի բջիջի մեջ, հենց այսին չարակ process-ի այնտեղ է բացվում այդ կապսուլան ասենք եւ դեղամիջոցը աշխատում է։ Այսինքն նույն դոցետաքսելը նման դեղերը քիմիաթերապիայի հասցնում են ավելի թիրախային, այսինքն իրենք ավելի արդյունավետ են սովորական քիմիաթերապիայից եւ նույն ժամանակ ավելի քիչ տոքսիկ, այսինքն առողջ հյուսվածքները չեն տուժում։ Դա թույլ է տալիս ստանալ շատ լավ արդյունքներ։ Իսկ մեր հիվանդները, նկատի ունեմ Հայաստանում ապրող հիվանդները կարող են օգտվել այդ դեղորայքից, Հայաստանում կա, գործում է։ Դե գիտեք ինչ, իհարկե ինչ որ շատ նոր է ընդհանրապես բժշկության մեջ, հատկապես ռուսկաբանության, ունի խնդիրներ միջ հասնելը մեր պացիենտներին, բուժառուներին երկու հիմնական պատճառով։ Առաջինը դեղամիջոցը պետք է գրանցվի օֆիցիալ երկրում։ Իհարկե բերում են որոշ դեղամիջոցներ եւ ոչ գրանցված, ստիպված բերում են, նույնիսկ ես էլ եմ նշանակում եւ հիվանդին պետք է կյանքն է, բայց դա դժվարացնում է process-ը եւ երկրորդ կարևորը նա է, որ դրանք լինում են շատ թանկարժեք։ Միշտ նոր դեղերը թանկարժեք են, բայց գիտեք ինչպես է, տարիներ առաջ, մի 10 տարի առաջ շատ չասեմ, շատ զգուշությամբ էինք վերաբերում նորություններին, մտածում էինք, որ դա հնարավոր չէ, որ մեր մոտ կիրառվի, բայց փորձը կյանքը ցույց է տալի, որ վերջը մեզ մոտ են հասնում ամենա այդ նորագույն դեղերը։ Ինչ-ինչ ճանապարհներով դա արդեն ուրիշ հարցեր են, տեխնիկական հարցեր են։ Ինչու այդ հարցը ուղղեցի, որովհետև մեծամասնություն ընդունված է, այսպես ասել, որ Գերմանիայում բուժումը ավելի լավ է ընթանում, այնտեղի բժիշկները ավելի էֆեկտիվ են աշխատում, ինչ որ թյուր կարծիք կա, սիրելի հանդիսատես, ուզում եմ ասել, որ մեր բժիշկները ոչինչով չեն զիջում, պարզապես դեղորայքները նոր են գործում, դեռ փորձի շրջանում են, Ու արդեն եթե իրենք հայտարարվում են որպես դեղամիջոց, արդեն փորձերը անցած են։ Այդ փուլերը մի դեղամիջոց ընդհանրապես որ հակաքասկային մտնում է պրակտիկայի, այսինքն թույլատրվում է, մոտ մի 10 տարի տևում է, պատկերացրեք։ Տարբեր փուլեր 1, 2, 3 հետազոտություններով դա երկար է։ Բայց մեզ ցույց են տալիս արդեն պատրաստի պրեպարատ, որը կարելի է օգտագործել։ Ինչ որ վերաբերում է այդ հարցը շատ լայն է իհարկե խոսացում արտասահմանյան եւ մեր ռուսկաբանության, եկեք համեմատենք, եթե հարցը բարձրացավ, բնական է, որ տարբերություն կա, բայց ոչ միշտ է առավել այնտեղ բուժվելը, քան այստեղ։ Նախ այսպիսի կոնֆերանսներում եւ ինտերնետի, ել չեմ ասում այսօրվա արհեստական բանականության ինֆորմացիան այնքան շատ է, մենք գիտենք հավասար գիտելիք ունենք ինչ որ նույն գերմանացին կամ ամերիկացին։ Դրա մեջ պակաս բան չկա, այսինքն խոսքը գնում է իհարկե այն բժիշկներին, որոնք ակտիվ են եւ ամեն օր աշխատում են իրենց գիտելիքները շատացնելու վրա, ցավոք միշտ չի այդպես, ես կարող եմ դա ասել, փաստել, բայց տեխնոլոգիաները իհարկե այնտեղ կան առաջադեմ, դա կլինի ախտորոշիչ, դա կլինի ճառագայթային բուժման կամ նույն նոր դեղերի։ Ամենայն դեպս շատ քիչ դեպքերում է, որ կարիք կա բուժառուն մեկնի այլ երկիր։ Դեպքեր կան, նույնիսկ ավելի ճիշտը նա է, որ մենք ռուսկաբանը խորհուրդ տա, այո, այստեղ այս քասկեղի ձեր տարբերակը հնարավոր է բուժել արտերկրում, գնացեք այս երկիր, այս քաղաք, այս կենտրոն, ուղղորդել, օգնել նույնիսկ, այդել ենք, դա ենք անում, հա, բայց հենց այնպես վերցնել ճամփուրներ, թռնել ուրիշ երկիր, երբեք խորհուրդ չեմ տա։ Շատ անգամ լինում են արդեն թերի մասն էլ ասեմ, հա, այս կարևոր թեմա է, թերին նա է, որ անկեղծ ասեմ, լավ չեն վերաբերվում նույն Գերմանիայում դրսից եկած հիվանդներին, նույնիսկ երեխաներին, պատկերացրեք, ես հենց հիմա այդպիսի հիվանդներ ունենք, որոնց հետ ես առցանց խորհրդատվություն եմ կատարում։ Երկրորդը հաճախ բուժումը ոչինչ չի տարբերվում եւ սկսում են իրենք ծախսել շատ մեծ գումարներ, որի իմաստը չուներ, իրոք հավատացեք, եւ երրորդը, որ շատերը վերադառնում են հետ, ախտորոշման փուլն են անցնում, կորցնում են ժամանակ, թանկարժեք, իսկ հասկեղը չի սպասում ոչ մի օր։ Էլ ինչ ավելացնեմ։ Ինչ ավելացնեմ։ Դե դեղորայքից խոսեցինք։
Բուժումից խոսեցինք, որ այստեղ ավելի նպաստավոր են բուժվել։ Հիմա ես իմ անձնական շփումից ինչ որ տեսել եմ այդ կոնֆերանսում, կարող եմ ավելացնել նա, որ գիտությունը շատ արագ է շարժվում, նորագույն դեղեր շատ կա, բայց հավատացեք, դեղամիջոցը լինի մի քիչ նոր, դա չի նշանակում, որ ինքը կփրկի բոլորին։ Այստեղ կարևոր է ավելի շատ ռուսկաբանի մոտեցումը, կարևոր է պարտադիր թիմային մոտեցումը, ես չեմ օգնի դա ասել, նույն տումոր-բորդերը կամ կոնսիլիումները, ամենակարևորը ամեն հիվանդին տեսնել որպես առանձին հիվանդություն, առանձին դեպք եւ մաքսիմալ զբաղվել իրանով, ամեն ինչով, իր դեղամիջոցներից սկսած, վերջացած սնունդով, իրար առօրյայով, ապրելով, հասմիկ դու գիտեք, որ մեր պացիենտներին մենք վերաբերում ենք այդպես եւ դա է լավ արդյունքի գրավականը, հիմքը դա է անձնական, անհատական մոտեցում։ Պատասխանեցիք արդեն իմ նախորդ հարցին, որ պիտի հնչեցնեմ, հաջորդ հարցին ուզում եի ասել, ինչ խորհուրդ կտաք հիվանդներին։ Դե խորհուրդս բժիշկներին վերաբերվեց ավելի շատ, իսկ հիվանդներին, մեր բուժառուներին երկու մասով ասեմ, կանխարգելումը ոչ մեկ չի արգելել, առաջինը չպետք է հիվանդանալ, առողջ ապրելակերպով ապրեք, իսկ եթե խնդիրը եկել է եւ ձեր դուռն է ծեծել, երբեք չպետք է հուսահատվել, երբեք չպետք է սխալ քայլեր անել։ Ամենակարևորը շուտ գտնել ճիշտ մասնագետին, դա ամենակարևորն է սկզբի փուլերում, որովհետև եթե գնում են սխալ ուղղությամբ, դա հաճախ է լինում ցավոք, կորցնում եւ ժամանակ եւ ուռուցքը զարգանում է եւ տալիս է մետաստազներ։ Ճիշտ մասնագետը բնական է ուռուցքաբանն է։ Մեր կենտրոնն էլ բացված է նրա համար այս խնդիրները լուծելու։ Հիմնականում մենք կատարում ենք խորհրդատվություններ բոլոր դեպքերի համար եւ սկսվող, այսինքն ախտորոշման փուլերից հաստատել տարբեր պոզիցիաներ եւ իհարկե խորհուրդ ենք տալի ճիշտ բուժումը։ Այսքանը հիշեցնեմ, որ մեր հյուրն էր բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր փորձառու ուռուցքաբան Գրիգոր Բադալյանը։ Բադալյան ուռուցքաբանության կլինիկան գտնվում է Գյուլբեկյան 30/3 հասցեում։